կարծիքի տաղավարում հյուրընկալել ենք Հայաստանի Հանրապետական Կուսակցության երիտասարդական կազմակերպության անդամ Անահիտ Ալեքսանյանին, նրա հետ խոսելու ենք վերջին քաղաքական զարգացումներից և իրավական համակարգի ներքին բռնազավթումներից։ Բարև ձեզ, և խոսելով անցած օրվա իրողությունների համատեքստում պետք է նշել, որ պետությունը և օրվա ռեժիմը, որը ինքը իրեն հռչակել է որպես բացարձակ արդարության և դրա գերագույն երաշխավորը և որը իրականում հավակնում է հանդես գալու որպես լիակատար արդարադատության դիրքերից, իրականում ի վիճակի չեղավ անգամ ապահովելու իր իսկ կողմից առգրավված և իրավական վարույթի հիմք հանդիսացող օբյեկտի գոյությունը, ինչը հանդիսանում էր պետական կառավարման այն արատավոր ու սնանկ մոդելի հայլին, որտեղ սեփականության բռնագրավումը և թիրախավորումը իրականում անցկացվում և իրականացվում է Հայաստանի Հանրապետությունում այժմ շատ մեծ վարչական էնտուզիազմի տակ և յուրաքանչյուր արժեք, որը անցնում է պետության վերահսկողության տակ, ուղղակիորեն ձախողվում է առաջին իսկ վայրկյաններից և այս ողջ խայտառակ իրողությունները իրականում մերկացվում են մի պարզ իրողության շրջանակներում, որ այս վարչախմբի լիակատար տապալումը արդեն իսկ անքննելի է և անկասկած, որ պետական հատուկ պահպանության տակ անցնող արժեքները, որի անվտանգությունը և արժեքը պետք է պահպանվեր և դրա համար գործի էր դրվել ողջ ռեսուրսները իրավական համակարգի, այդ նույն ռեսուրսները չկարողացան ուղղակիորեն պատշաճ կերպով պահպանել անգամ նման տարրական հարցերում և անխուսափելիորեն այս ամենը հանգեցնում է հստակ մի եզրակացության, որ վարչական և կազմակերպչական նման ցածր մակարդակ, նման անպատասխանատվության դրսևորումը հստակորեն ապացուցում է այն, որ ինստիտուցիոնալ անզորության այսպիսի աստիճան ցուցաբերող իշխանությունը, որը ձախողվում է անգամ նման տարրական ընթացակարգերում, անգամ մեկ օբյեկտի պահպանության հարցում բացարձակապես ի վիճակի չէ և ի զորու չէ ուղղակիորեն չունի որևէ բարոյական իրավունք և ոչ մի մասնագիտական ուժ և եռանդ պահելու կամ պաշտպանելու մի ողջ պետություն, պետականություն և այդ պետության սահմանները կամ այդ պետության քաղաքացիների ֆիզիկական գոյությունը և ամենևին տեղի տալով ներքին բռնազավթման պատմականորեն ամենածանր, ցինիկ և դաժան իրողություններին։ Անկասկած այս իշխանությունների անպատասխանատվությունը և ինստիտուցիոնալ այս փլուզումները չեն սահմանափակվում միայն նյութական արժեքներով կամ կենդանի օբյեկտների հանդեպ վանդալիզմի դրսևորումներով, այլ ամենակործանարար դրսևորումներն են գտնում մարդկային ճակատագրերի նկատմամբ և մեր երկրում խոսքի և ազատության դեմ ծավալված այս համակարգային տեռորի տեսքով և խոսքը առնչվում է այսօրվա Հայաստանի Հանրապետության բանտերին և մեկուսարաններին, որոնք այժմ վերածվել են ուղղակիորեն քաղաքական հաշվեհարդարի ինչ-որ բեմահարթակի, որտեղ իշխող վարչախմբի ցանկացած սուր հիմնավորված և հռետորական բարձր որակումներով օժտված խոսքերը ուղղակիորեն կասեցվում են ոչ թե քաղաքական բանավեճով, այլ իրավական համակարգերի կողմից ինչ-որ կարված և դատարանների կողմից կուրորեն հնազանդությամբ ուղղակիորեն դրոշմված որևէ վարույթի միջոցով և այսօրվա Հայաստանի Հանրապետությունում մենք տեսնում ենք, որ այժմ ողողված է ուղղակիորեն քաղբանտարկյալներով, դրանք մարդիկ են, ովքեր ուղղակիորեն հայտնվել են այնտեղ բացառապես իրենց քաղաքական հայացքների, իշխող վարչախմբի աղետալի քաղաքականության անխնա և իրական մերկացման պատճառով և իրենց կարծիքի ազատ արտահայտման պատճառով, իհարկե գործադիր իշխանությունը, որը ուղղակիորեն ի վիճակի չէ դիմակայելու հանրային առողջ քննադատությանը, ուղղակիորեն հստակ պարզ կերպով գործի է դնում անսպառ իրավական իր ողջ պատժիչ գործիքակազմը, միանշանակ ազատ խոսքի կոնկրետ կանխամտածված և բիրտ կերպով այս սահմանափակումները նման այս գործելաոճը ուղղակիորեն դարձել է պետական կառավարման հիմնական մեթոդաձևը, քանզի յուրաքանչյուր քննադատություն, լինի դա թե հանրային գործիչ կամ բլոգեր,
յուրաքանչյուր Հայաստանի Հանրապետության քաղաքացի իր սուր խոսքով կարող է որակվել որպես ատելության խոսքի կամ շինծու նման օրինակ այլ հոդվածների աբսուրդային ինչ-որ մեկնաբանություններով եւ ակնթարթորեն որակավորվի որպես հանցագործ կամ մատնացույց արվի որպես հանցագործություն։ Եվ սա ուղղակիորեն հանրության ներսում ինչ-որ համատարած վախի եւ մթնոլորտի սերմանման մեթոդ է, եւ այս ամենը ինչը տեղի ունենում Հայաստանի Հանրապետությունում եւ Հայաստանի Հանրապետության դատական համակարգում, վաղուց արդեն իսկ դուրս է եկել ուղղակիորեն լոկալ ընթացակարգերի որևէ տրամաբանությունից եւ այն ուղղակիորեն վերածվել է պետական ինստիտուտների համակարգային տապալման ամենաակնառու ապացույցը, քանզի օրենքի գերակայության հռչակված իրավունքները անխնա կերպով ամբողջությամբ զոհաբերվում են հանուն քաղաքական նպատակահարմարության եւ իհարկե այս իշխանությունների ցուցադրական ֆետիշի ցուցադրմանը եւ այստեղ ուժային ողջ կառույցները միանգամայն ընկալվում են որպես ընդդիմադիր կամ տնտեսապես ազդեցիկ շրջանակների նկատմամբ օգտագործվող վարչական ճնշումներ գործադրելու քաղաքական նման պատվերների ինչ-որ միջոցի, ինչը անկասկած կերպով քանդում է Հայաստանի Հանրապետության ողջ իրավական համակարգը եւ քաղաքացիների վստահությունը այդ համակարգի նկատմամբ։ Ինչպես նաեւ այստեղ ստեղծվում է պատկեր, որ այդ իրավական դիկտատուրայի լոզունգի տակ ուղղակիորեն թաքնված է ընտրողական արդարադատություն։ Միանշանակ այժմ այս կեղծված եւ լեգիտիմությունից ուղղակիորեն զուրկ ընտրական գործընթացներից հետո մեր հանրությունը ուղղակիորեն պարտավոր է դարձել ականատեսը դառնալ եւ լինել այս քաղաքական ցինիզմի ամենաաննախադեպ, ամենաանսպասելի դրսևորումներին, որտեղ հաստատվել է բացարձակ իրավական ամենաթողություն եւ պետական բոլոր ինստիտուտները եւ ուժային կառույցները այստեղ ուղղակիորեն վերածվել են մեկ կենտրոնից, այսպես ասած կառավարվող եւ զուգորդվող կույր գործիքակազմի ու այն ամբողջ վայրագությունները եւ բացահայտ անօրինականությունները, որոնք իրականացվում են Հայաստանի Հանրապետության քաղաքացիների հանդեպ, խոշոր տնտեսվարողների, քաղաքական գործիչների նկատմամբ եւ առհասարակ յուրաքանչյուր քաղաքացու հանդեպ, սրանք ոչ միայն առանձին իրավական զազրելի երևույթներ են ուղղակիորեն, այլ ապացույց են առեն, որ այս վարչակարգի մոտ իսպառ ուղղակիորեն բացակայում է տարրական մակարդակի մարդկային վերաբերմունքը եւ հարգանքը սեփական պետության, սեփական քաղաքացու նկատմամբ, ինչը արդեն իսկ ուղղակիորեն վերածվել է, դարձել է մեր երկրում այլախոհության եւ ազատ խոսքի դեմ մղվող համակարգային եւ տոտալ պատերազմի եւ այն համակարգային աղետը, ինչը այսօր պատել է մեր պետությունը, արդեն իսկ դուրս է սովորական քաղաքական պայքարի եւ իրավական գործընթացների տրամաբանությունից, քանզի հայրենիքի ամբողջականությունը զրոյացրած եւ ազգային պատմական տարածքները թշնամուն հանձնած քաղաքական թիմից այլևս սպասելի է ցանկացած մակարդակի պետականակործան արարք եւ քայլ, ինչը օրվա ռեժիմը բազմիցս մեզ ցույց է տվել, ապացուցել է, որ սեփական անօրինական իշխանությունը երկարաձգելու որևէ կերպ պահպանելու համար նրանք ուղղակիորեն այս վարչախումբը ուղղակիորեն պատրաստ է ոտնահարել կամ անարգել, հիմնահատակ կերպով քանդել ազգային ինքնության բոլոր հենասյուները եւ ակնհայտորեն փաստացի մեր երկիրը այժմ գտնվում է ներքին թշնամանքի եւ գրավման, բռնազավթման ներքո, ինչի միակ նպատակն է մեր պետականության ամբողջությունը քանդել եւ մեր հասարակության լիակատար բարոյալքումն է դրանից բխող իր բոլոր աղետալի հետևանքներով հանդերձ։ Այս իշխանությունն ուղղակիորեն փորձում է մեկուսացնել եւ լռեցնել բոլոր այն անձանց եւ քաղաքացիներին, ովքեր ուղղակիորեն առանց որևէ վախերի դրսևորման կարողանում են բացահայտել այս իշխանությունների իրական նպատակները եւ մտքերը։ Դրանով իսկ այս իշխանությունը մեր երկիրը պետությունը մղում է դեպի լիակատար բռնապետության եւ իրավական սնանկության վերջնական հանգրվանին։